Ողջույն։ Արդեն որոշակի ժամանակ է, ինչ Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսն ու մանիպուլյատորը իր կնոջ հետ միասին օրական 24 ժամվա ռեժիմով փորձում են նվաստացնել հայ ժողովրդին։ Կինը գնում է ինչ-որ զոհված զինվորի հուշարձանի բացման, սկսում է խոսալ ինչ-որ գոյություն չունեցող դասալիքներից, ինքն էլ խոսալու բան չունի, սաղորը կանգնած քննարկում է, թե մեր զինանշանը ինչքանով է վատ, մասի սարը մերն է, թե մերը չի, թե Նոյան Տապանի դեմը ջրեղեղ եղա, թե ինչա եւ այլ եւ այլ։ Փոխանակ այս մարդը իր խմբով սկսած ուրեմն 1900 ներողություն 2020 թվականի նոյեմբերի 9-ից լինեն իր խմբով, իր ուսապարկերով, լինի ժողովրդի կողքին, զոհվածների ընտանիքների կողքին, ձեռք մեկնեն, նստեն հետներ այդ մարկանց դարդը լացեն, ստեղծեն ինչ-որ քարոզչական ալիքներ, հեռուստալիքներ, համացանցում շատ կայքեր, որ ժողովրդին մի քիչ քարոզեն, այն իրա սիրած դուխ տան, ոգին բարձրացնեն, հակառակ պրոցեսը կարծես մարդու կնիկ կատարելով թշնամու հրամանը, պահանջը, ես չգիտեմ, նվաստացնելով ման են գալիս։ Շատ հնարավոր է, որ վաղը միսօր ինչպես մի շատ խելոք մարդ ասեց, հնարավոր է մի հատ էլ տանեն են խոր վիրաբի մոտը վարակույր կախեն, որ ժողովուրդը այդ մասի սարին չնայի։ Ու վերջերս էլ երևի մի քանի շաբաթ առաջ էր, որ կադաստրի թղթից էր խոսում, կադաստրի թուղթ չունենք, կադաստրի թուղթ մեզ ադրբեջանցին ու թուրքը չի տվել, մեկը չեղավ ասել, այլ ողորմելի, բայն ժամանակ, որ ազգը հաղթանակած տարած երկիր էինք, Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքը բռնած ուսուցանում էր նրա մոտ, քաղաքական դաշտ էր մտնում, բա մի հատ էթայր Լևոն Տեր-Պետրոսյանին ասեց, հաղթած երկիր եք, դուք բան տայք, ասա, դուք կադաստրի թուղթ տայք բանին Ադրբեջանին, կադաստրի թուղթ չունենք, կադաստրի թուղթ չունենք, հիմա եկեք ինձ հետ քայլելով գնանք, ես ձեզ ցույց Հայաստանի Հանրապետության կադաստրի թուղթը, ու ով որ կտեսնեք տարեկողեք ասել է հիմա, Նիկոլի Աշկը, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նյու Յորք քաղաքը, ՄԱԿ-ի գլխավոր շենքը։ Այս կողմից որ հաշվեք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-րդը, Հայաստանի Հանրապետության դրոշը, ահա Հայաստանի Հանրապետության կադաստրի թուղթը։ 92 թվականին, մարտի 2-ին, իմ երկրի առաջին արտգործնախարար Ռաֆի Հովհաննիսյանը իր գեղեցիկ, իր գերագետ անգլերենով ներկայացրեց անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետությունը եւ ՄԱԿ-ի միջազգային կազմակերպությունից ստացավ կադաստրի թուղթը։ Այս սյուները այն ժամանակ չկային, գոյություն չունեին, քանի որ խորհրդային միությունը փլուզումից հետո երկրների անկախ երկրների քանակը ավելացել էր, ՄԱԿ-ի գլխավոր կազմակերպությունը բերեցին այս ծայրությունները ավելացրեցին, որի վրա ավելացավ Հայաստանի դրոշը, Ադրբեջանի դրոշը, հենա տեսնում եք, ու պաշտոնական ձևով, նորից եմ կրկնում, Ռաֆի Հովհաննիսյանը իր գեղեցիկ անգլերենով արժանի հայի, արժանի զավակը ստացավ Հայաստանի Հանրապետության կադաստրի թուղթը։ Գեղեցիկ անգլերենով ելույթ ունեցավ, ոչ թե տխմարի մակունցի սովոր ասած ծիծաղելի անգլերենով ու ծիծաղելի ռուսերենով, որ գնում ես ամբողջ օրը ողորմելի խայտարակ ես անում իմ երկիրը։ Այս է մեր կադաստրի թուղթը։ Այս է ՄԱԿ-ի գերագույն ուրեմն շենքի մոտ տեղադրված Հայաստանի եռագույնը։ Այո, որ կհարցնի մյուս անգամ այդ տխմարը իր կնոջ հետ իրան թույլ կտա բերանը բացի եւ խոսա Հայաստանի կադաստրի թղթից, ասեք, որ սա է։ ՄԱԿ-ի դիմացը էսա, կոպիան դրված է, կրկօրինակը դրված է այստեղ, որ իմանան։ Իսկ հիմնական փաստաթուղթերը գտնվում են ներսում, ՄԱԿ-ի գլխավոր շենքում, հաստատված ՄԱԿ-ի ասամբլեայի կողմից։ Այս է ժողովուրդ ջան, իմ սիրելի հայաստանցիներ, իմ սիրելի հայեր, դուխտերը չգցեք, այդ տխմարին մի լսեք, կադաստրի թուղթ էլ ունենք, ամեն ինչ էլ ունենք, 3000 տարվա կադաստրի թուղթ ունենք, պետք է լի մենք ուրիշի թուղթ տանք։ Այս բոլոր դժվարությունները ժամանակավոր են, անցնելու են, գնալու են։ Այդ տխմարին վեկալեք ռադարեք, որ կարողանաք գլուխներդ բացեք, ձեր ողնաշարը ուղեք ու քայլեք դեպի առաջ։ Դա կատարում է թշնամու պահանջը, դա կատարում է Ռուսի ու Թուրքի
հրամանները ամեն ձևի փորձում է ստորացնել ու նվաստացնել հայ ժողովրդին, մաստատելով մեր երկիրը։ Զարթնեք, դուրս եկեք, մի օր շուտ ձերբազատեք Նիկոլից ու իր թափթփուկներից, կադաստրի թուղթ չունենք, գնա Իջևան հորդ ու մորդ ձեր գեղի տնից կադաստրի թուղթ ուզի, տես հերն ու մերդ կադաստրի թուղթան դե ունեցել են, որ դու այնտեղ ապրել ես, տխմարի մեկը։ Ես ընդհանրապես փորձում եմ շատ կոռեկտ լինել, փոքր ինձ զայրացա, վրդովեցի, բայց խնդրում եմ ներող եղեք դրա համար, պարզապես երբեմն զայրույթը այնպես ասենց կոկորդդ խեղդում, մանավանդ երբ որ թշնամին բառից բուն իմաստով ներսից է, քոնն է, քո հայրենակիցն է, ոչ թե թաթարն է, որին հակառակորդ է կոչում, նա էլ է իսկական թշնամի, այլև նա քո ներքին ծպտյալ թշնամին, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Քոչարյանով, Սերժիկ Սարգսյանով հիմա էլ փնթի գեղացին է ժողովրդին ամեն ձևի փորձում են ստորացնել։ Քիչ թալանեցին, հարստահարեցին, ես չգիտեմ, գաղտնական սարքեցին կես միլիոնից ավել հային վերջին 25 տարում։ Հիմա էլ հիմարը կպել է բարոյական արժեքներին։ Արդեն մառալն է փորձում, բարոյապես է փորձում այս ժողովրդին նվաստացնել։ Նորից եմ կրկնում, իմ սիրելի հայրենակիցներ, մի լսեք այդ հիմարին, մեկ օր շուտ ազատվեք դրանից, մենք կադաստրի թուղթ ունենք, մենք ամեն ինչ ունենք։ Կրթվեք, զարգացեք, դասիրակեք ձեր երեխաներին, ջան ասեք, ջան լսեք, առաջ գնացեք դեպի նոր հաղթանակներ ու նոր բարձակներ։ Մի ընկճվեք, ամեն բան շատ լավ է լինելու։ Հաջողություն բոլորին։